Հարգելի գործընկերներ, դեռևս նախորդ տարի ընդունվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որից բխող համապատասխան կարգավորումները պետք է իրականացվեին, արդեն ունեցել նախկինում կառավարությունում քննարկել հարկային արտոնությունների հատվածը, որը վերաբերում էր թե շահութարկին, թե գիտահետազոտական աշխատանքների մասով եկամտահարկի եւ այլ հարկատեսակների մասով կարգավորումներին այժմ այս նախագծով ներկայացնում եմ պետական աջակցության կարգերը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով փաստորեն 3 ուղղություններով կառավարությունը աջակցություն է սահմանում տնտեսվարող սուբյեկտներին բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող, որոնց գործունեության տնտեսական գործունեության գործակիցը 90 եւ ավել տոկոս պետք է կազմի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Առաջին ուղղությունը աշխատանքային միգրանտներն են, այսինքն այն աշխատակիցները, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավվել են 2022 թվականի մարտի 1-ից սկսած, որոնց ուղղությամբ տնտեսվարողները եկամտահարկ չեն վճարել, մինչև այդ պահը երկրորդ ուղղությունը դա նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է եւ մասնագիտական կադրերի վերապատրաստման համար սահմանվող աջակցությունն է։ Մասնավորապես աշխատանքային միգրանտների ներգրավման պարագայում ուզում եմ հիշեցնել, որ եկամտահարկի 60%-ի չափով պետական աջակցություն է տրվելու ընկերությունների մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած արդեն ուղիղ աշխատակիցներին է տրվելու այդ աջակցությունը միգրանտներին, ինչ վերաբերում է նոր աշխատակիցներ ներգրավելու պարագայում տնտեսվարող սուբյեկտները կրկին եկամտահարկի 60%-ի չափով պետական աջակցություն են ստանալու, իսկ վերապատրաստման պարագայում ընկերությունները ստանալու են 50%-ի չափով 3 ամիսների համար պետական աջակցության, եկամտահարկի 50%-ի չափով աջակցություն պետության կողմից։ Այս ընթացքում մենք ուրեմն մշակել ենք հարթակ, որը մինչև ապրիլի 21-ը մենք կհրապարակենք։ Ապրիլի 21-ից մինչև մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածը տնտեսվարող սուբյեկտները, ընկերությունների տնօրենները կամ նրանց կողմից լիազորված անձինք, որոնք ԲՊՌ-ում գրանցված են, ԵՍՄ համակարգի միջոցով կնույնականացվեն եւ այս հարթակի միջոցով կդիմեն ընդամենը մեկ կոճակ սեղմելով կդիմեն այդ հարթակին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար եւ առաջին երամսյակի համար, այսինքն այս պետական աջակցությունը ընկերությունները ստանալու են երամսյակը 1 եւ առաջին երամսյակի համար այդ ընթացքում կստանան համապատասխան ուրեմն աջակցությունը։ Մենք այս պահին դեռևս հարթակը իրականացնելու ենք այն նույն սկզբունքով, ինչ նախկինում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր պետական աջակցության ծրագրերը իրականացնում էր, սակայն հուլիսից սկսած մեր նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գործընկերների համատեղ ջանքերով կստեղծվի համակարգը ինքնաշխատ ավտոմատ ուրեմն համակարգ, այսինքն դա կնշանակի, որ ըստ էության որպես այդպիսին մենք ստուգելու եւ պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ յուրաքանչյուր տվյալը ստուգելու անհրաժեշտություն չենք ունենա, ամբողջ համակարգը կլինի ինքնաշխատ սկզբունքով։ Այս ընթացքում այս կարգավորումը սահմանում է, որ ապրիլի 21-ից սկսած արդեն բոլոր ընկերությունները կկարողանան մուտք գործել այդ հարթակ եւ դիմել պետական աջակցություն ստանալու համար։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, բայց գուցե մի քիչ բաներ ինձ համար բարդ է։ Հիմա մենք ինչի համար ինչքան աջակցություն ենք տալիս։ Ասենք տեխնոլոգիական ընկերությունը, այսօր աշխատում է տեխնոլոգիական ընկերությունը, ինչ պետք է անի, որ աջակցություն ստանա կամ ասենք մենք հիմա ուղղակի այս ստատիկ վիճակով իրան աջակցություն ենք տալիս, թե իր մոտ ինչ-որ բան պետք է փոխվի, որ աջակցությունը ստանա։ Բոլոր այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք մեր կողմից արդեն իսկ ընդունված տնտեսական գործունեության դասակարգիչներով համապատասխանում են, այդ բարձ է։ Այդ ընկերությունները ստուգել են, ասում ենք ընկերությունը մեր աջակցության շահառու ընկերությունը, էսա, ինչ որ բանաձև ենք դրել եւ այդ ընկերությունը պետք է այդ բանաձևին համապատասխանի։
Եթե համապատասխանեց, արդեն Դա բազային տվյալի մասին է, չէ՞ խոսքը։ այո, 31 դասակարգիչների, տնտեսական գործունեության դասակարգիչների Այսինքն դա նրա մասին է, որ պետք է մենք համոզվենք, որ ինքը տեխնոլոգիական ոլորտի ընկերություն է։ Վստահաբար։ Շատ լավ։ Հիմա Ավելին, մենք շատ կոնկրետացրել ենք, ասել ենք, որ եթե կա ընկերություն, որը իր զեկույցում նշվում է, որ օրինակ ընկերության 30%-ն է տեխնոլոգիական, չի կարող օգտվել այս աջակցության ծրագրերից։ Չափանիշը հստակ է, պետք է որոշակի իր շրջանառությունը, գործունեությունը որոշակի տոկոսով, դուք ասեք 90%-ով համապատասխանի այդ չափանիշին։ Շատ լավ, համապատասխանում է։ Հենց համապատասխանես տալիս ենք աջակցությունը։ Ոչ, որոշակի այլ պահանջներ կան, դիցուք եթե 100,000 դրամից ավելի հարկային պարտավորություններ ունի ընկերությունը, պիտի մարի այդ պարտավորությունները, այս կարգերով այդ ամբողջը սահմանված է։ Հարկային պարտավորություն չունի, տալիս ենք այդ աջակցությունը։ Եթե ընկերությունը դիմում է օրինակ աշխատանքային միգրանտի ուղղությամբ 60%-ի չափով, եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն ստանալու ցանկացած աշխատակցի համար։ Հիմա պետք է մի րոպե, պետք է այդ աշխատանքային միգրանտ ասելով մենք նկատի ունենք դրսից կադր, որը ներգրավել են մեր մոտ աշխատանքի։ Այդ կադրը պետք է ռեզիդենտ լինի, այսինքն պիտի Հայաստանում ապրի։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չպիտի լինի։ Հասկանալի է, բայց պիտի ապրի Հայաստանում։ Հիմա մենք ասում ենք այդ ռեզիդենտ աշխատողի եկամտային հարկի 60%-ը մենք վերադարձնում ենք, ճիշտ է։ 60%-ի չափով աջակցություն ենք ցուցաբերում, այո։ Վերջը 60%-ի չափով աջակցություն ենք ցուցաբերում ընկերությանը։ Հիմա այդ աշխատանքային միգրանտը այս որոշման պահին պետք է աշխատելիս լինի, թե հաջորդիվ պետք է ինքը հրավիրի, թե էական չի։ Այս պահից սկսած ով էլ աշխատում է, այսինքն նկատի ունեմ, այս պահից սկսած վճարումներն ենք մենք, այս պահից սկսած իրողություններն ենք հաշվի առնում, ճիշտ է։ Հունվարի 1-ից սկսած, բայց տարածվում է նաև այն աշխատանքային միգրանտների վրա, որոնք 2022 թվականի մարտի 1-ից տեղափոխվել են Հայաստան ու ներգրավված են այս ոլորտում։ Սա արվել է նաև այն պատճառով, որ 2022 թվականի մարտի 1-ից սկսած մեծ հոսք ենք ունեցել հենց տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ միգրանտների եւ տարբեր ծրագրերով մենք փորձել ենք այդ ներուժը պահել Հայաստանում։ Շատ լավ, այդ պարզ է։ Հիմա այս պահի դրությամբ ձեր ասած կատեգորիայի մարդկանց եկամտային հարկի 60%-ի չափով մենք աջակցություն ենք ցուցաբերում։ Հիմա իսկ այն մարդկանց համար, ովքեր 10 օրից կարող է ընդունվեն աշխատանքի, մի ամսից ընդունվեն աշխատանքի, 2 ամսից ընդունվեն, իրենց դեպքում էլ այդ աջակցության ծրագիրը կողմ։ Այո, արդեն հուլիսի 21-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ երամսյակի համար ընկերությունները կարող են դիմել բնականաբար։ Այսինքն ամեն երամսյակ հետահայաց նայում եմ ով ելա իրանց համար փաստացին վճարում։ Որովհետև այստեղից սկսած 10 օր անց բնականաբար երկրորդ երամսյակի մեջ են գնում այդ նոր աշխատակիցը։ Այսինքն ամեն երամսյակ հետահայաց նայում ենք, հաշվարկում ենք։ Շատ լավ։ Ավելին ասեմ, պարոն վարչապետ։ Մի րոպե, մենք մի հոգու մասին խոսեցինք։ Հիմա թվի սահմանափակում ունենք ամեն ընկերությունում։ Ոչ։ Այսինքն եթե 1000 աշխատող լինի, 1000 աշխատողի եկամտային հարկի չափով վերադարձնում։ Ուրախ կլինենք։ Աջակցում ենք։ Ավելին ասեմ, այդ ընկերությունը նաև կկարողանա նոր աշխատակցի մասով եւս 60%-ի չափով եկամտահարկի չափով վերադարձ ստանալ։ Որ նոր աշխատակցի։ 10 օր անց երբ աշխատանքային միգրանտը չէ ներգրավում, օրինակը դուք բերեցիք, այս պարագայում կկարողանա եւ այդ ուղղությամբ դիմել պետական աջակցություն ստանալու համար, որովհետեւ կարողացել է դրսից բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ գրավել, ինչպես նաև ստեղծել է նոր աշխատատեղ։ Բայց դա քիչ առաջ մեր քննարկած դեպքից ինչով է տարբերվում ձեր ասածը։ Չի տարբերվում, պարոն վարչապետ, նկատի ունեմ ընկերությունը երկու ուղղությամբ կարող է դիմել 60% ստանալու համար։ Մի մարդու գծով մեկ աշխատանքային միգրանտ ներգրավելու պարագայում երկու տեսակի աջակցության համար կարող է միաժամանակ դիմել։ Ոնց երկրորդ տեսակը ո՞րն է։ Երկրորդ տեսակը երկրորդ ուղղությունն է, այսինքն էական չէ մի աշխատանքային միգրանտը։ Երկու անգամ նույն մարդու համար։ Այո։ Նույն մարդու համար մի հատ եկամտային հարկի 60%-ի չափով, մի հատ էլ ինչի չափով։ Որովհետև ստեղծել է նոր ինչի չափով։ Եկամտահարկի 60%-ի չափով, բայց եղավ եկամտահարկի 120%-ը ոնց։ Այո,
Այո, բայց մենք այլ կարգավորում ենք դրել օրենքով սահմանված, որ բոլոր տեսակի արտոնություններից օգտվելու պարագայում ընդհանուր վճարվող եկամտարկի 50%-ից ավելին այսպես թե այնպես մենք չենք վճարելու ընկերությանը։ Մի րոպե, ես լավ չհասկացա։ Հիմա կա մի հոգի աշխատանքային միգրանտ, մի հոգի։ Մի հոգի աշխատանքային միգրանտ կա, եկել է Երամսյակը, ես դիմում եմ, ասում եմ, այս աշխատանքային միգրանտի եկամտային հարկը ես վճարել եմ 100 դրամի չափով, խնդրում եմ ոնց հայտարարել եք 60 դրամը ինձ հետ տվեք։ Մենք այդ 60 դրամը հետ ենք տալիս, ճիշտ է։ Բայց երկրորդ մենք 120 դրամ ենք տալու, եթե հունվարի 1-ից սկսած նոր աշխատանքային միգրանտ են ներգրավում տեխնոլոգիական ընկերությունները, որովհետև սա եկամտահարկը ընդհանրապես հաշվարկի միջոց է։ Չեմ ասելու, բայց ուզում եմ հասկանամ հիմա հունվարի 1-ից ընդունված աշխատողի համար, աշխատողի չէ, միգրանտի, սա շատ կարևոր հա, է։ հասկանալի է, միգրանտն ենք քննարկում։ Մենք հիմա ինչ աջակցություն ենք տալիս։ Երկու տեսակի աջակցություն ենք Առաջինը տալիս։ եկամտային հարկի 60%-ի չափով, Չափով։ երկրորդը ինչ է։ Նորից եկամտահարկի 60%-ի չափով։ Պետական աջակցություն ենք ցուցաբերում։ Բայց ոչ ավել, քան եկամտարկի 50%-ը։ Ընդհանուր ընկերության կողմից, եթե բոլոր տեսակի աջակցություններից օգտվեն, Մի հոգու մասին ենք խոսում, ուզում եմ հասկանամ, մի հոգու մասին։ եթե մենք խոսում ենք առանձին դեպքի մասին, Մի հոգու մասին։ այո, եւ որպես աշխատանքային միգրանտ, որ ընկերությանը հրախոս մի րոպե էլի կներեք։ Աշխատանքային միգրանտը եկել է եւ հունվարից աշխատում է ամիս 1 միլիոն դրամ աշխատավարձ հաստատում։ Իրաց դեպքում էլ է 20% եկամտային հարկը։ 20% 600,000 եկամտային հարկ է վճարել 3 ամսվա ընթացքում։ Մենք հիմա եկամտային մի րոպե 600,000 դրամը 360,000 դրամը այս աջակցության առաջին մասով վերադարձնում ենք դիմելու դեպքում։ Շարունակություն չեմ կարող հասկանալ։ Երկու հատ ենք վճարում։ Երկու հատ ենք վճարում, երկու հատ ինչ ենք վճարում։ Եկամտահարկի 60%-ի չափով գումար։ Այսինքն, եթե 600,000 եկամտային հարկա վճարել, 720,000 դրամ իրան վերադարձնում ենք։ Ընկերությանը վերադարձնում ենք 720,000, եթե հունվարի 1-ից է։ Եթե մինչև հունվարի 1-ն էր միգրանտ, բնականաբար միայն միգրանտի գծով է ստանալու, այսինքն չի համարվելու նոր աշխատող։ Իսկ եթե ապրիլի 1-ից երկուսը։ Բայց հունվարի 1-ից 26 թվականի արդեն ընկերությունը ստանալու է որպես նոր աշխատակից 60%-ի չափով, իսկ միգրանտը ուղիղ հենց աշխատակիցն է ստանալու 60%-ի չափով աջակցությունը։ մի հատ էլ կներեք։ 2026 թվականի հունվարի 1-ից արդեն այս կարգավորումը վերափոխվում է։ Ընկերությունները այլևս միգրանտների ներգրավման համար աջակցություն չեն ստանալու, այլ ուղիղ աշխատակիցներն են ստանալու։ 720,000 դրամը կիսվում է մի մասը ուրեմն ընկերությանը, որովհետև նա նոր աշխատակից է ներգրավել, նոր աշխատատեղ է ստեղծել։ 720,000-ը ինչքան։ Կեսը։ Այո։ Մյուս կեսը ուղիղ աշխատակցին է գնալու, միգրանտին է գնալու։ Որպես պետական աջակցություն կառավարության կողմից։ Այո։ Շատ լավ։ Այս մեկը հասկացանք, էլի Եվ մասնագիտական վերապատրաստման համար մենք նախարարի հրամանով այս կառավարության որոշումից հետո լիցենզավորված վերապատրաստման ծառայություններ մատուցող լիցենզավորված ընկերությունների ցանկ ենք հրապարակելու եւ այն ընկերությունները, որոնք այդ ընկերությունների միջոցով իրենց աշխատակիցներին վերապատրաստման դասընթացների միջոցով ներդրում կկատարեն, մենք 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն ենք ցուցաբերելու ընկերություններին։ ում եկամտահարկի։ Տվյալ աշխատակցի մասով վճարվող եկամտահարկի 50%-ի չափով 3 ամիսների համար վճարելու ենք պետական աջակցություն ենք տալու ընկերությանը։ Այսինքն այդ գումարում այս 720,000-ին, որը 120,000։ 720,000։ Հիմա միգրանտը հունվարի 1-ից եկել է աշխատել, Այո։ եւ 3 ամիս աշխատել է։ Հիմա մենք այդ միգրանտի համար 720,000 դրամ, 720,000 դրամ այս տարի վճարում ենք, այո, ընկերությանը։ Եվ եթե նաև միգրանտին մի րոպե կներեք, հիմա եթե
եթե ինքը եկել է հունվարից մինչև ապրիլի 1 աշխատել է եւ այս վերադարձնում ենք, եթե ապրիլից հունիս էլ մի հատ համ աշխատել է, համ վերապատրաստվել է, այս 720,000-ն ենք վճարում, մի հատ էլ 50%, արդեն եկամտահարկի 150,000 դրամ։ Այո, բայց հստակ սահմանված ցանկ կա, չգիտեմ, Microsoft-ում կամ Cisco-ում տարբեր միջազգային հարթակներում, որ տվյալ լիցենզավորված ընկերությունները պետք է սերտիֆիկատ տան։ Չէ, բարձա, դա արդեն դրա դիմաց, իսկ ինքը ներկայացնում է պետությանը եւ մենք վերջ երկու տող։ Այո, տողնա թե էլի բան կա։ չէ, սրանք են։ Լավ։ Հերիք չէր բան վարչապետ։ Լավ բրծանք, որ էլ բան չենք տալիս։ Շատ լավ։ Կան հարցեր, համեցեք։ Ծարգո վարչապետ հարգելի գործընկերներ, պարոն Հարապետյանը հանգամանալից ներկայացրեց մեխանիզմը, սխեման, բայց գուցե արժի մի քիչ խոսել հիմնավորման մասին, այսինքն ինչի համար է այս ամեն ինչը։ Նո առաջի ակնհայտ բանը, որ այդ ներուժը Հայաստանում պահենք, բայց պատեղական ներուժը, չգիտեմ, ինչ որ գուցե մուլտիպլիկատիվ էֆեկտներ են հաշվարկված, որ այդ մարդիկ ուրիշ բան պիտի ծախսեն ստեղ կենցաղի համար փող գեներացվի, այդ կտորը հասցնի։ Պարզապես վարչապետը միգրանտների օրինակով հիմնական հարցադրումներ արեց, նոր աշխատակիցների մասով։ Այս որոշման մեջ, այս որոշման։ Այո, տեղական, այսինքն ենթադրենք ընկերությունը նոր աշխատատեղ է ստեղծում, բուհը ավարտած ուսանողը համարվում է նոր աշխատակից, այսինքն աշխատակից, որը նախկինում երբևէ տեխնոլոգիական որևէ ընկերությունում ներգրավված չի եղել։ Կներեք էլի, որ ճիշտ հասկանանք, այսինքն այս որոշման մեջ բացի միգրանտներից ուրիշ բան էլ կա։ Այո, նոր աշխատակիցների մասով։ Ասում էի ուրիշ, ասցիք վերջ։ Չէ, կարծեցի երևի շատ լավ։ Չկարողացա, շատ լավ։ չհասկացա հարցի հիմնական էությունը, այսինքն սա նշանակում է, որ ցանկացած տեխնոլոգիական ընկերություն, որը օրինակ կամ բուհը ավարտած որևէ այլ տեխնոլոգիական ընկերությունում չաշխատած երիտասարդ կադրի ներգրավում է, կրկին ստանում է իր մասով 60%-ի չափով աջակցություն եկամտահարկի կամ այն աշխատակիցներին, որոնք մասնագիտական վերապրոֆիլավորում են անցել, այսինքն օրինակ եղել են հաշվապահ, դարձել են ինժեներ։ Այս մասով հետեւաբար դեպքում ինչ ենք անում։ Տվյալ ընկերությունը այդ նոր աշխատակից համարվող աշխատակցի, օրինակ ինժեների, ծրագրավորողի համար ստանում է եկամտահարկի 60%-ի չափով պետական աջակցություն։ Շատ լավ։ Հիմա այս որոշման մեջ էլի ուրիշ տողեր կան, թե չկան, թե Չէ, այդ 3 հիմնասյուներն են։ 3 հիմնասյուն։ Այո, շատ լավ։ բայց ես եթե պետքա հիմնավորեմ, թե ընդհանրապես այս օրենքը ինչի համար է կամ կարճ կհիմնավորեք, շատ երկար պետք չի, որովհետև այս նախագիծը սկսել են քննարկել անցած տարի ուղիղ այս ժամանակ։ Անցած տարվա ապրիլից քննարկել ենք։ Հիմնավորումը արագ։ Պարոն Միրզոյան, մենք հավատացած ենք, որ ընդհանրապես տնտեսության զարգացման համար տեխնոլոգիական առաջընթացը մեր երկրի թվային վերափոխումը, փոխակերպումը այլընտրանք չունի։ Սա արագ զարգացող ճյուղ է, որը ամբողջ տնտեսության համար որպես շոկեքարշ է։ Մենք սրան չենք դիտարկում որպես առանձին ոլորտ, առանձին ճյուղ։ Այսինքն սա գալիս է սպասարկելու եւ գյուղատնտեսությանը, եւ կրթությանը, եւ գիտությանը, այսինքն եւ արդյունաբերությանը, այսինքն ցանկացած ուղղություն մեր օրերում այլևս դրատական տեխնոլոգիական թվային լուծումներ։ Այս պահի դրությամբ առաջին անգամ այս տարի ոլորտի շրջանառությունը անցել է 1 տրիլիոն դրամը, սա նշանակում է, որ բավականին մեծ տեմպերով աճում է։ Հնայի վրա ամենամեծ ուրեմն ազդեցություն ունեցող ճյուղերից մեկն է, ամենայն հավանականությամբ 7% անցնելու է եւ մեր հավատամքն այն է, որ այս պահին մեր ունեցած 55,000 ինժեներների քանակը առնվազն 2 անգամ պետք է մեծացնենք, որ կարողանանք սպասարկել տնտեսության կարիքները պատշաճ կերպով։ Այլ հարցեր, դիտարկումներ, արձագանքներ։ Ես շատ կարճ ուղղակի, որ ել ավելի հիմնավոր լինի։ Պարոն Միրզոյան, սա շատ կարևոր է, որ մենք ընկերությունը այսպես թե այնպես նոր աշխատատեղ է ստեղծում, վճարում է եկամտահարկ եւ մենք միայն դրա դիմաց ենք մեր ներդրումը կատարում։ Սա կառավարության կողմից ներդրում է։ Այսինքն մենք ասում ենք, որ դե բնականաբար իր մուլտիպլիկատիվ էֆեկտներով։ Ու տենց անկալում կա, որ տեխնոլոգիական ոլորտի մի աշխատատեղը զուգահեռ
Ինչքանի։ Ну, ես 3 էի հիշում, բայց լավ, նորմալ է, 6։ Ոչ, համեցեք պարոն Թումանյան։ Շնորհակալություն։ Ես կարծում, եթե այս խթանները իսկապես բավարար լինեն, այս հոսքը ապահովի տնտեսության համար ակնհայտ բան կլինի, դրական արդյունք կտա, բայց մի տեխնիկական հարց, պարոն Հայրապետյան, դուք երամսյակ ամիս տերմիններ եք օգտագործում, բանը աշխատանքային միգրանտի համար հարկային օրենսդրության տեսակետից այդ ստատուսը ինքը կարող է պահպանել, եթե 170 քանի օր աշխատում է։ Այսինքն դուք երամսյակով չեք կարող ամփոփել եւ որևէ գործողություն անել միգրանտի նկատմամբ, երբ ինքը տարին չի փակել եւ այդ տարվա մեջ 170 օրից ավել չի մնացել Հայաստանում, որովհետեւ երբ ասում եք տեղափոխվում է Հայաստան, իրավական տերմինը տնտեսական եւ բիզնես գործունեության կենտրոնի կենսական, որպեսզի համարվի Հայաստանը, այդքան օր պետք է Հայաստանում բանի մնա։ Հաշվի Բայց պարոն առնեք։ Թումանյան, նայում ենք, եթե 3 ամիս աշխատել, աշխատավարձ է ստացել, այսինքն այստեղ Չէ, բայց նա ռեզիդենտ չի, եթե շուտ գնաց։ Բայց մեզ ոնց որ դա չի հետաքրքրի, մեզ հետաքրքիր է ինքը այսքան երամսյակ այստեղ աշխատելա, թե չի աշխատի։ Կարող է 3 ամիս աշխատի, թողի գնա։ Չենք կարա պահենք մարդուն այլ բաներով։ Նկատի ունեմ, այդ կարող է միգրացիայի տեսակետից աշխատանքային միգրանտը ուրիշ է, բայց մեր որոշման հասկացության տեսակետից նա է, ով գալիս է եւ 3 ամիս աշխատում է այդտեղ։ Չեմ կարծում թե Հարկային օրենսդրության տեսակետից եթե հարց չկա, շատ լավ։ Խնդրեմ այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ դրվում է քվեարկության հարց, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Պարոն Հայրապետյան, ես կարծում եմ, որ այս դեպքում էլ մենք էլի մեր ավանդույթի համաձայն խնդիր ունենալու ենք, որպեսզի ոլորտը, բոլոր պոտենցիալ մասնակիցները, բոլոր հնարավոր մանրամասներով այս ամենի մասին տեղեկանան եւ տեղյակ լինեն։ Ես կարծում եմ, որ այս թեման առաջի անգամ չենք քննարկում այդ թվում կառավարության նիստում, բայց տեսեք ինչքան տևեց, մինչև մենք բոլոր մանրամասները հասկանանք, շատ կարևոր է, որպեսզի ոլորտը այդ բոլոր նրբությունները հասկանա եւ ճիշտ արձագանքի, այնպես որ այստեղ էլ մեզ բան է պետք, սա ինֆորմացիոն առիթ է նաեւ, որ ոլորտի ընկերությունների հետ աշխատենք, նաեւ միջազգային շուկաներում, ցուցահանդեսներում մեր այս հնարավորությունները կարողանանք ներկայացնել։ Իսկ եթե նոր ընկերություն է բացվում, այս դեպքում վերաբերվում է նոր բացվում։ Եթե 90%-ով տեխնոլոգիական է համարվում, որևէ սահմանափակում չկա։ Այսինքն ենթադրենք մայիսի 1-ից մեկը որոշեց 0-ից ընկերություն բացի, այսինքն եթե 0-ից ընկերություն բացեց, ստեղծեց 30 աշխատատեղ, 15 հոգի ուսանող ընդունեց, 15 հոգի աշխատանքային միգրանտ ընդունեց, երկուսի մասով էլ աջակցություն։ Միանշանակ։ Այսինքն միակ խնդիրն է նա, որ չի տարածվի այն աշխատողների վրա, ովքեր միջև այդ այլ տեխնոլոգիական ընկերություններ աշխատել են։ Երկրորդ ուղղությունը, որը որ մենք անվանում ենք նոր աշխատող։ Հասկանալի։ Ինքը սկզբունքորեն պետք է Բայց պարոն Վարչապետ, ոչ թե այն պահից սկսած, երբ որ ընկերությունը հիմնադրվել է, այլ ցանկացած աշխատակցի ներգրավելու պահից սկսած։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է կոմունիկացիոն մասին, իհարկե դա մարտահրավեր է, պետք է անկեղծ ասեմ, որովհետև փաթեթը ի սկզբանե չի համարվել ամենապարզունակ փաթեթներից մեկը, նաև դրա համար երկար քննարկեցինք, իսկապես մեծ աշխատանք ունենք անելու, հույս ունենք նաև, որ ոլորտային ասոցիացիաները մեզ մեծապես կաջակցեն, իրենց պատրաստակամությունը հայտնել են, որպեսզի կարողանանք հնարավորինս պարզ եւ շատ օպերատիվ ներկայացնենք ընկերություններին, որ մեկ ամսվա ընթացքում պարզ լինի, սակայն այն հարթակը, որը մենք գործարկում ենք, մաքսիմալ պարզ է իրականում։ Շատ անելիք իրենք ըստ էության չունեն, հիմնական բեռը մեզ վրա է, պետության վրա է լինելու։ Մանավանդ եթե ոչ թե եթե այլ գրանցված աշխատողների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը գեներացվում անպետական եկամուտների կոմիտեում եւ մենք այդ տեղեկատվությունը ունենք։ Շատ լավ։